Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում է քարոզարշավ իրականացրել, որտեղ նա հերթական անգամ կորցրել է ինքնատիրապետումը եւ անցել պարականոն բառապաշարի։ Մթնոլորտը լարվեց այն բանից հետո, երբ մի կին մոտեցավ Փաշինյանին ու վերջինիս մեղադրեց հայրենիք հանձնելու եւ մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու մեջ։ Փաշինյանը պնդել է, թե իր կառավարությունն առողջության ապահովագրություն է ստեղծել, պետություն է ստեղծել, սակայն կինը նրան ընդհատեց եւ պնդեց, թե վերջինս փորձել է կռացնել արցախցիներին, ինչը չի հաջողվի։ Հաջորդիվ արդեն Փաշինյանն անցավ վիրավորանքների։ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդեո են տարածում։ Ասում ենք դուք վախկոտ համբալները ովքեր փախել եք մարտադաշտից։ Հանեք ձեր մասկեցքը, հանեք ձեր մասկեքը, Ռոբին լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ կալուկ չոքցնելու եմ սաղիկ։ Հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Այսօր սա Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միակ միջադեպը չէր, նա հունից դուրս եկավ նաև Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ զրույցի ժամանակ Օսիպյանը մեղադրեց նրան Արցախում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու եւ նրան աջակցելու համար։ Տղամարդը նաև հիշեցրեց, որ Ալիևը պարտադրում է 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, ապա Փաշինյանը սկսեց հակադարձել։ Եկել ես այստեղ ադրբեջանական նարատիվներ է ստանում, ինչ-որ մեկի ասելով չի, մեր օրակարգում տենց հարց չկա, դուք Ղարաբաղ չեք կառուցել, բոլորդ էլ թալանել եք։ Ես հպարտ եմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել եմ, հայտարարեց Փաշինյանը։ Այս խոսակցությունից հետո քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակեց բղավել բարձրախոսով։ Դե մի եկեք ցած դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դե մատ եմ, որ թափստա։ Դասում եք ստեղ ադրբեջանական ադրբեջանական նախաձիներ ասում եք Արցախն կառուցել։ Այո, չեք կառուցել։ Դուք եք կառուցել, ինքն մալանել եք։ Ռադետ կաշի։ Համբալի մեկ։ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուի մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն բժիշկը հրաժարվել է։ Օրագի նյուզի հետ զրույցում Արփինե Սողոյանի դուստրը փաստաբան Տաթևիկ Սողոյանը հաստատել է տեղեկությունը նշելով, որ պոլիկլինիկայից մորն աշխատանքից ազատելու դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։ Համապատասխանում է իրականությանը, բայց դեռևս տնօրենին թիրախավորելու ցանկություն չունեմ։ Մայրիկս հրաժարվել է իր սեփական դիմումի հիման վրա ազատվել։ Սպասում ենք տեսնենք հաջորդիվ ինչ որոշում կկայացվի, ասել է նա։ Դիտարկմանը թե իրավական ընթացք կտրվի, եթե այնուամենայնիվ իր մայրիկին աշխատանքից ազատեն, Սողոյանը նկատեց։ Բնականաբար կվիճարկենք, որովհետև այստեղ հիմքը կա, թեկուզ իր աշխատանքային ժամը 10-ից է սկսվում, չգիտեմ այնտեղ հիմքը գուցե չներկայանալն է, բայց հետո ուշացումով ներկայացել է ու շարունակել է իր աշխատանքը, այսինքն աշխատանքի է եղել։ Հիմա եթե այլ արեստացին բաներ կսարքեն, ինչ կսարքեն, դրա իրավական արձագանքը բնականաբար կստանան։ Օրագի նյուզը փորձեց պարզաբանում ստանալ նաև Քանաքեր Զեյթուն առողջության կենտրոնից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Տիգրան Ավինյանն ավելի վաղ պնդել էր, թե բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։ Մանավանդ, որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել եւ իր էմոցիան կարող է արտահայտել այս կերպ կամ այն կերպ, ասել էր նա։ Նշենք, որ Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմում անհայտ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է։ Մայիսի 16-ին Նուբարաշանի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը, ով ձերբակալվել էր ՔՊԻ նախընտրական պաստառը պոկելու համար։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Նուբարաշանի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով նախաձեռնել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանին ինքնասպանության հասցնելու քրեական գործով ձերբակալվածներ չկան։ Քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան, հայտնում են քննչական կոմիտեից։ Փոխարենը քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի ցուցադրած տեսագրության կապակցությամբ։ ՔՊԻ լրատվականն այսօր մի տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին, նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ հենց այս տեսագրությանն է անդրադարձել, պնդելով, որ այդ անձինք փախած լակոտներ են, ինքը բոլորին հայտնաբերելու է։
Քննչական կոմիտեն պնդում է, որ անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված եւ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը եւ ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նրա պետական եւ քաղաքական գործունեության հետ կապված տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության համակարգչային սապոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Ըստ նախաքննական մարմնի նախաքննությունն ընթացքում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։ Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին եւ վիրավորանքներին ուղղված ընդդիմադիր ուժերի առաջնորդներին։ Կարձագանքեմ, ինչպես 2 օր առաջ ես ցույց չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որովհետեւ ասելու բան չունի, ծրագիր չունի։ 8 տարի ժողովրդին խաբել է, այն առաջին օրվանից ինձ էլ է խաբել մինչև այսօր։ Եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ, ասել է Ծառուկյանը։ Նա պատմեց նաեւ, որ հանդիպումների ընթացքում իրեն մոտենում են քաղաքացիներ, ովքեր ԿՊ-ի դիրքորոշումն ունեն եւ ասաց մոտենում են, եթե քննադատեն ուտեղին, ես կընդունեմ, դա ամոթ չէ, բայց ոչ թե կգորգորամ կամ կներվայնանամ։ Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձև է բանակցել, որ այսօր օրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք։ Երեկ էլ հայտարարեց, որ 3 շրջան դեռ պետք է հանձնենք ու այդպես գնալու է։ Դա խաղաղություն չի, խաղաղությունը երբ փաստաթուղթ լինի, ստորագրություն լինի, որ դա երաշխավորված լինի, որ մենք պատերազմի դուռը փակենք։ Գագիկ Ծառուկյանը պնդեց, պետք է այնպես անենք, որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո գնա հանգստի։ Հակառակ դեպքում Հայաստանն արժանանալու է այն ճակատագրին, որին Արցախն արժանացավ։ Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։ Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում Ավրորա մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին, նշել են իրավապաշտպաններն իրենց հայտարարության մեջ։ Նրանք ընդգծել են ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ պահվում է ադրբեջանական բանկտում։ Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա եւ Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ, եզրափակել են նրանք։ Մայիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 21:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Այնթափ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Զ-ի վարած Լադա Մակնիշի եւ Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ B-ի վարած Opel Zafira Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, 2 հոգի Մասիս բժշկական կենտրոն, որտեղից մի հոգի, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազաբալոնների փականը։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի եւ վիրավորների ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։